Հայոց եկեղեցու նվիրապետությունն ունի հոգևոր 3 հիմնական աստիճան՝ սարկավագ, քահանա և եպիսկոպոս։ Սարկավագությունը հոգևոր առաջին աստիճանն է, որը շնորհվում է ձեռնադրությամբ Սուրբ Պատարագի ընթացքում։ Սարկավագների մասին խոսվում է Գործք առաքելոցում և առաքելական թղթերում։ Եկեղեցու առաջին նահատակը Սուրբ Ստեփանոս նախասարկավագն է։ Առաքելական շրջանում սարկավագների պարտականությունն էր հոգալ համայնքի կարիքների պետքերը։ Սարկավագ հունարեն նշանակում է սպասավոր։ Հետագայում սարկավագները սկսեցին սպասարկել Սուրբ Սեղանին, մասնակցել աստվածապաշտությանը։ Սարկավագը ձախ ուսին կրում է ուրար՝ ի նշան Քրիստոսի քաղցր լուծի։ Քահանայությունը նվիրապետության հաջորդ աստիճանն է։ Հայոց եկեղեցին ունի ամուսնացյալ և կուսակրոն հոգևորականություն։ Սարկավագները քահանայական իշխանություն են ստանում եպիսկոպոսից Սուրբ Պատարագի ընթացքում ձեռնադրության և սրբալույս Մյուրոնով օծման միջոցով։ Քահանան իրավունք է ստանում կատարելու եկեղեցու խորհուրդները, Սուրբ Պատարագ մատուցելու և հոգալու հավատացյալների հոգևոր կարիքները։ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից քահանային, ի գնահատություն նրա ծառայության և վաստակի, կարող են շնորհվել լանջախաչ, ծաղկյալ փիլոն կրելու իրավունք և ավագության կոչում։ Կուսակրոն քահանային ձեռնադրության օրը երեկոյան ժամերգության ընթացքում տրվում է վեղար՝ ի նշան աշխարհից հրաժարման։ Հայոց եկեղեցում կուսակրոն եկեղեցականները կարող են ստանալ մասնավոր և ծայրագույն վարդապետության աստիճաններ։ Վարդապետության աստիճանին արժանացած եկեղեցականին տվչության ընթացքում տրվում է վարդապետական օձագլուխ գավազան՝ իմացությամբ քարոզելու Աստծո խոսքը, ուսուցանելու և պահպանելու ուղղափառ դավանանքը։ Ամենայն Հայոց կաթողիկոսը վարդապետին շնորհում է նաև ակնակուռ լանջախաչ կրելու իրավունք։ Եպիսկոպոսությունը Հայոց եկեղեցու նվիրապետության 3-րդ աստիճանն է։ Եպիսկոպոսը եկեղեցու տեսուչն է և թեմի առաջնորդը, որն իրավունք ունի խորհուրդներ, ձեռնադրություններ կատարելու և եկեղեցիներ օծելու։ Հայոց եկեղեցում եպիսկոպոսը ձեռնադրվում և օծվում է կաթողիկոսի կողմից։ Ձեռնադրության ժամանակ նրան տրվում է եպիսկոպոսական գավազան և մատանի՝ ի նշան իշխանության։ Եպիսկոպոսության թեկնածուներն ընտրվում են կուսակրոն եկեղեցականներից։